այսօր ազգայնականությունը ներկայացվում է որպես ինչ-որ հետամնաց բան։ Երբեմն նույնիսկ նացիզմի, ֆաշիզմի հետ կապվող բան։ Բայց իրականությունը այնա որ այդպես չի։ Այդտեղ էլիտաների դերը շատ մեծ է, էլի կարծում եմ, էլիտան որպես կարող Ցանկացած մոդեռնիզացիային ով է դեմ, ով է պայքարում, ցանկացած հին էլիտաներ Մեր ազգային ժողովը, որում դու ունես։ Չէ, մեր ազգային ժողովը ստատուս քվոից չի մնացել։ Մնացել է։ Այդտեղ ռիսկի արքու վաճառքի մասին է խոսքը։ ամենալավ, ամենասիրուն, ամենաբարի գաղափարը բեր, ու դա հնարավոր է այլասերել, դրանից արկել տոտալիտար աղանդ։ Ու ճակերտներով ասենք իրական Հայաստան, հա։ Ոչինչ ամոթ չի, ամեն ինչը թույլատրված է եւ այլն, դա դառնում է հիմնական դոկտրին։ Մեկ-մեկ այնպես բաներ եմ լսում նույնիսկ քաղաքական գործիչներից, մազերից բիզբիսական։ Եթե դու ընտրվեցիր, վերջ դու միանգամից ձերբակալվեցիր։ Որպեսզի այս ինֆանտիլ, դեմագոգիկ, պոպուլիստ խոսույթները ուղղակի ձև չունենան այս հողի վրա աճեն։ Ողջույն, դուք դիտում եք հայկական գործոնը, ես Նոնե Մելքումյանն եմ։ Բայց ես Ավետիք Չալաբյանն եմ։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է ռացիոնալ ազգայնականության կոնցեպտի բացահայտմանը, եւ մեր հյուրն է հանրային գործիչ Կարեն Վրդանեսյանը։ Մինչ թողարկումը դիտելը խնդրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին YouTube-ում, հավանել այս թողարկումը եւ նաեւ հետեւել մեզ Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում, մենք ամենտեղ կանք, բոլոր հղումները ստորև ներկայացված են, շնորհակալություն եւ բարի դիտում։ Ես այս անգամ մեր թողարկումը մի քիչ ոչ ստանդարտ ձևով պիտի սկսեմ, որովհետեւ թեման, որից մենք խոսելու ենք, երևի թե վերջին տարիներին ինձ համար անձնապես ու կարծում եմ, որ բոլորիս համար ամենակարևոր թեմաներից մեկն է, որովհետև ես կարծում եմ, որ վերջին տարիներին հատկապես մենք բոլորս, ես առնվազն եւ դուք էլ, եկանք այն գաղափարին, այն կետին, որում մենք հասկանում ենք, որ չկա նորմալ ընկալում հանրության մեջ, մեր ընկերների մեջ, մեր շրջապատի մեջ, մեր բարեկամների մեջ ազգայնականության, ինքը ընկալվում է հաճախ որպես ինչ-որ հետամնաց բան, ինչ-որ վտանգավոր բան, երբեմն նույնիսկ նացիզմի, ֆաշիզմի հետ կապվող բան, ու շատերիս համար, այդ թվում ներկաներիս, հա, նպատակ է դարձել նաև ցույց տալ եւ բացատրել, թե ինչու եւ ինչպիսի ազգայնականությունն է, որ ոչ միայն պետք անհրաժեշտություն է մեզ բոլորիս համար, եւ որ դու կարող ես լինել առաջադեմ, կարող ես իմանալ շատ լեզուներ, ճամփորդել, շփվել այլ մարդկանց հետ, չգիտեմ, գրքեր կարդալ խելացի եւ այլն, լինել ազգայնական եւ դա ամոթ չի, դա վատ չի, դա ճիշտ է, դա անհրաժեշտ է, ու դրա համար այսօր այդպես խոսում ենք ռացիոնալ ազգայնականությունից, ու ինձ թվում է փորձենք միգուցե սկզբից շատ կարճ ձևակերպել, իսկ հետո գնանք օրինակների մեջ, թե փորձենք օրինակներից գնալ դեպի ձևակերպում շատ։ Ինչ է ռացիոնալ ազգայնականությունը, ինչա մեզ պետք հենց ռացիոնալ ազգայնականն էլ ոչ թե Նախ շատ կարճ հաստատ չի ստացվում։ Լավ։ Երկրորդը քանի որ մենք ենք ձևակերպում, դա ինչա, դա նշանակում է ինչ որ մարդ էլ կարող է գա վիճի այլ կերպ ձևակերպի եւ այդ վեճերը նորմալ են, այսինքն անհամաձայնությունը տվյալ դեպքում նորմալ է։ Երբ որ մարդիկ ինչ որ բան սահմանում են, դա սովորաբար ամեն սահմանման վրա գալիս է 20 հատ այլ սահմանում, որ մի քիչ այլ կերպ։ Հիմա այդ վեճը նորմալ է, այդ վեճից ինչպես ասում են, ծնվում է ճշմարտությունը, հա, դա շատ նորմալ է ու մեր խնդիրը այն է, որ երևի թե շատ երկար ժամանակ մեր հանրության մեջ այդ վեճերը կամ խեղտած են եղել կամ ընդհանրապես չեն եղել։ Շատ բաներ մենք ընկալել ենք հենց դրսից բերած ինչ որ կաղապարներով, նույն այդ ազգայնականությունը ու ես երևի թե կսկսեի ոչ թե ազգայնականության ձևակերպումից սահմանում փորձենք այդ սահմանումը տալ, այն դեպքում, որ իրականում այդ ձևի սահմանում չկա։ Հա, չկա։ Հարյուրավոր սահմանումներ ազգայնականության շատ տարբեր։ Բայց եկեք խոսենք անհրաժեշտությունից, ես ձեր հաղորդումներից մեկն էի նայում, ենք քարոզ տեղեկատվական ահաբեկչություն, հա, այդ թեմայով էր, ու այդ հաղորդման մեջ Ավետիկը օգտագործեց մեր դեմ վարվում է հիբրիդ պատերազմ, հա, ես լրիվ համաձայն եմ, բայց որպեսզի էլի դա չլինի մի հատ անհասկանալի կոնցեպտ, ինչ է հիբրիդ պատերազմը, զուտ ասեմ, որ հիբրիդ պատերազմը դա ոչ թե ինչ-որ տենց ավելի մեղմ, ավելի պուպուշ պատերազմ է, դա հենց իրական պատերազմն է։ Ոչ հիբրիդ պատերազմներ, երբ թե վաղուց արդեն պատմության մեջ մարդկության գոյություն չունեն, որտեղ ցանկացած պատերազմ ուղեկցվում է լրացուցիչ ինչ-որ գործողություններով, հա։ Եթե մենք չունենք խաղաղություն եւ նույնիսկ պետությունը ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել, ակնհայտ է, որ դու ունես պատերազմական վիճակ հակառակից ելնելով, հա։
Բայց եթե մի քիչ ավելի լուրջ հարցին վերաբերենք, որովհետև 4 հարևաններից 2-ը թշնամաբար են մեզ տրամադրված։ Մեկ արդեն 30 տարուց ավել է մեծ շրջափակում ու պարբերաբար թշնամական գործողություններ է ձեռնարկում, մասնապես նաև քարոզչական ոլորտում։ Իսկ մյուսը մեր այդ ռազմական գործողությունները պարբերաբար ձեռնարկում։ Եվ երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմից, մենք նկատի ունենք, որ կա ռազմական կոմպոնենտը, հա, պատերազմի, եւ կա ոչ ռազմական կոմպոնենտը, օրինակ շրջափակման տեսքով, օրինակ քարոզչական ահաբեկչության տեսքով, օրինակ կիբեր հարձակումների տեսքով, օրինակ քո երկրի ներսում ինչ որ իմաստով նպաստելով այնպիսի իշխանության ձևավորմանը, որը իր սեփական նարատիվներն է վերարտադրում մեր հասարակության ներսում եւ փորձում մեզ համոզել, որ թշնամին ճիշտ է, մենք սխալ։ Դա եւս հիբրիդային պատերազմի գործիք հաստատության, որը իրանք իմիջիալուց կարողացել են շատ արդյունավետ օգտագործեն 10-ից հասնենք այն օրվան, երբ որ մենք կարողանանք այդ նույնը անենք իրանց դեմ։ Հա, հենց այդ է հիբրիդային պատերազմը, բնականաբար, եւ ես կարծում եմ, որ մեր ունկնդիրներից ոչ մեկ չի ասի հիմա, որ չէ, ինչ եք ասում, մենք այդպես բան չենք տեսել, իհարկե տեսել ենք, եւ վերադառնալով քո մտքին, այո, ինչ որ իմաստով ազգայնականությունը դա ոնց որ հակաթույն է, հա, վակցինա է հենց այդ հիբրիդային պատերազմի դեմ մասնավորապես։ Բայց կներեք, այստեղ ուղղակի այդ հակաթույնի միտքը շարունակելով, բայց ինքը կարծում եմ, որ իր հիմնական շեշտը նրանում է, որ ինքը ռեակտիվ չի, ինքը պրոակտիվ է, այսինքն ի տարբերություն հակաթույնի, որը որ դու ընդունում ես, երբ որ արդեն ինչ-որ բան եղել է, այստեղ ինքը պրևենտիվ է, հա, այդ տեսանկյունից, այսինքն եթե դու այդ բազան ազգայնական կոմոդ ունես, օքեյ, կամ էլ երկուսն է, այսպես ասենք, եթե դու այդ ազգայնական բազան ունես, քեզ վրա հարձակումները շատ ավելի դժվար են լինում, որովհետև կոմոդ ցենց ֆրոնտ կա, հա, այսպես ասած, արդյունքի է հասնում, հա, ավելի ճիշտ, հա։ Ես ավելի նույնիսկ կփորձեմ պրագմատիկ, հա, ձևակերպել, ազգայնականությունը դա գաղափարախոսություն է, որը հնարավորություն է տալիս ազգին մոբիլիզացնելու, ազգի բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու։ Ինձ թվում է գոնե սեղանի շուրջ մենք չունենք տարակարծություն այն հարցում, որ այո, այսօր Հայաստանի դեմ պատերազմ է վարվում, այսօր Հայաստանի դեմ պատերազմ են վարում շատ ավելի մեծ, անհամաչափ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող եւ պետական եւ ոչ պետական ակտորներ, հա, դերակատարներ, եւ սա նշանակում է, որ այս պատերազմը վերապրելու համար, չեմ ասում հաղթելու, վերապրելու համար, մեզ պետք է հնարավորինս առավելագույն մոբիլիզացիա ռեսուրսների, մարդկային ռեսուրսների, նյութական ռեսուրսների, գիտելիքային ռեսուրսների, կապերի եւ այլն եւ այլն։ Հիմա նայենք, մեզ ինչ գաղափարախոսություններ կան այսօր աշխարհում, որոնք հնարավորություն են տալիս մոբիլիզացնել այդպիսի խնդիրներ, մոբիլիզացվել այդպիսի խնդիրներ լուծելու համար, հա։ Օրինակ, չգիտեմ, սունի իսլամը մեզ կարող է այդ ձևի գաղափարախոսություն ունենք Հայաստանում սունի իսլամի բազա, որպեսզի այդպիսի մոբիլիզացիա անենք։ Շիա իսլամը նույն հարցն է, մարքսիզմը կարող է մեր համար մոբիլիզացնող գաղափարախոսություն լինել։ Կարող է, բայց պետք չի։ Չէ, չի կարող իրականում։ Իրականում որոշ չափով ինչ որ մարքսիստական բաներ իբր կրում են հենց Հայաստանի ներկայիս իշխանությունները, հա, տենց ինչ որ այն ամենավատ նեոբոլշևիկյան ինչ որ բան է, հա, տրոցկիստական ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, բայց ցանկացած դեպքում դա էլ մերը չի։ Այն որ ասում է բնականից մեզ հասանելի է հենց ազգայնականությունը։ Ընդ որում ազգայնականությունը ոչ թե այն իմաստով, որով դա ասենց որպես քո ասած քխբան, հա, օգտագործում են այդ բառը տարբեր լիբերալ շրջանակներ, տարբեր, իդեպ հենց մարքսիստներն են տանել չեն կարողանում ազգայնականներին, համարում են իրենց համարում եք ճշտամին, հա։ Կայսրությունները չեն սիրում ազգայնականներին մի այլ տիպի, հա, որտեղ ցանկացած ազգայնականություն ըստ էության ազատագրական ինքը գաղափարախոսություն է, հա, ու կայսրությունների համար վտանգավոր է։ Այսինքն, եթե այդ սաղ մի կողմ ենք դնում, գիտականով ենք նայում, ազգայնականությունն է այն միակ գաղափարախոսությունը, որը կարող է առավելագույնս մոբիլիզացնել ազգային ռեսուրսը։ Եթե դու ուզում ես մոբիլիզացվել, որովհետև կա այդտեղ մի հատ դրա հակապատկերը, որը ես կարծում եմ, որ մենք աշխարհում ահագին տեսնում ենք, ես հիմա չեմ կապի դա ինչ որ համակարգի հետ, բայց օքեյ,
մարդակենտրոն, իբր մարդակենտրոն, չնայած ես համարում եմ, որ մեր դեպքում ազգայնականությունն է մարդուն պաշտպանելու համար եւ ես կարծում եմ մենք այդ թեմայով կխոսենք, որ այդ բալանսը նաեւ հասկանանք, բայց տենց մի հատ ռետորաբանություն, որը մեր մոտ էլ կա, որ մարդու անձնական երջանկությունը, մարդու կյանքը, մարդու իրավունքները անել այն ինչ որ ինքը ուզում է, ոչինչ ամոթ չի, ամեն ինչը թույլատրված է եւ այլն, դա դառնում է հիմնական դոկտրին, հա, եւ այստեղ շատ հաճախ հենց դրա հակառակը դառնում է ներկայացվում է ազգայնականությունը։ Ես կարծում եմ, որ այստեղ խեղաթյուրում կա կոնցեպտների, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե դու խոսում ես տարբեր իրավունքների եւ ազատությունների մասին, ապա այստեղ կա մենք խոսել ենք դրա մասին, հայ մնալու, հայ լինելու, հայրենիքում ապրելու իրավունքն ու ազատությունը, ու ազգայնականությունը իրան պաշտպանում է, բայց այդ կոնցեպտը, որ ես պետք է ազատ լինեմ ամեն ինչից, այդ թվում նաեւ ազգայնական այդ բաներից, որովհետեւ դա ինչ-որ ֆաշիստական մոտեցում է, որը ինձ մոբիլիզացնում է, որ ես գնամ, օրինակ պատերազմից, ես ուզում եմ ապրեմ Սարյան փողոցի վրա գինի խմելով, ենթադրենք, հա, այ կարծում եմ, որ դա է դրա հակառակը, այսինքն ոչ մի բան է միգուցե։ Եթե մի քիչ տես ֆունդամենտալ նայենք հարցին, նացիոնալիզմի, այսինքն ազգայնականության եւ ինդիվիդուալիզմի, այսինքն անհատապաշտության միջև անընդհատ այդ կոնֆլիկտը գոյություն ունի եւ այդ կոնֆլիկտը գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այդ կոնֆլիկտը ֆունդամենտալ կոնֆլիկտ է, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Եվ ամբողջ աշխարհում անհատապաշտական ուժերը ասում են, գիտեք ինչ, ձեր նացիոնալիզմը դա վնաս է, դա բերում է աշխարհում կոնֆլիկտների, դա բերում է աշխարհում լարվածության, որովհետև նա ըստ էության ստեղծում է որոշակի արժեքների շուրջ համախմբված մեծ համայնքներ, ազգեր, որոնք գտնվում են իրար այդ կոնֆլիկտի մեջ։ Եկեք վերանանք այդ գաղափարից, եկեք ամեն մեկս որպես գերագույն արժեք ընդունենք անհատի ազատությունը, այդ դեպքում այդ կոնֆլիկտները աշխարհում վերանան, այդ դեպքում մենք բոլորս կապրենք համերաշխության մեջ, այդ դեպքում կլինի ներդաշնակություն եւ այլն։ Հիմա տես ինչու՞ է խնդիր իմ կարծիքով։ Դա կարող է ճիշտ լինել, եթե բոլորը դրա տակ ստորագրեին եւ բոլորը հենց այդպես ապրեին։ Բայց իրականությունը այն է, որ այդպես չի։ Դու ունես ընդհակառակը, ասենք, ձևավորված ազգեր, որոնց ֆունդամենտալ գաղափարախոսությունը հենց ազգայնականությունն է։ Կարող հենց մեր կողքի հարևան թուրքերը, կամ մեր կողքի հարևան Իրանն է, կամ արաբական երկրները, կամ Ռուսաստանը, իդեպ իրենց ազգայնականությունը մի քիչ ուրիշ ձև է, կայսերական ազգայնականություն, ոչ թե էթնիկ է, բայց կայսերական է, բայց կա։ Հիմա եթե դու տեսնում ես իրանց մոտ, դու ասում ես մի րոպե էլի, ես ոնց կարող եմ այդ գնացքից առաջ վազեմ։ Ես ոնց կարող եմ դառնալ անհատապաշտ եւ անհատի ազատությունը ընդունեմ որպես գերագույն արժեք, եթե իմ կողքիները դա չեն ընդունել։ Այդ դեպքում ես իրանց համար զոհ եմ դառնալու, որովհետեւ իրանք դա չընդունելով եւ հնարավորություն ունենալով մոբիլիզացիա անելու, մեզ չմոբիլիզացվածներից, անհատապաշտներից հերթով կուլ են տալու։ Եվ հենց դա այնտեղ է խնդիրը իմ կարծիքով, որ երբ որ մարդիկ ասում են սա է լավը, թե նա է լավը, պետք է ասես եկեք մի հատ կոնտեքստի մեջ նայենք։ Իրականում դու քո պատմական, աշխարհաքաղաքական կոնտեքստում կարող ես անհատի ազատությունը գերակարժեք ճանաչել։ Հնարավորություն ունես, թե ոչ թե ուզում ես, թե չէ։ Ունես դրա հնարավորությունը, դե չէ։ Ես կարծում եմ մենք հայերս պետք է դարձին մի արժեք պատասխան տանք։ Մինչև մեր հարևանների մոտ պասիոնարության եւ ազգայնականության մակարդակը չընկնի, մենք չենք կարող իրանցից առաջ ընկնել, որովհետեւ իրանցից առաջ ընկնելով եւ լինելով մեջների ամենափոքր ինչ որ իմաստով ամենաթույլը, մենք ընդհակառակ ամենամեծ մոբիլիզացիայի կարիք ունենք։ Իրանցից ավելի մոբիլիզացված պետք է լինենք։ Իրականում այդ հակադրության մեջ ես մանիպուլյացիա եմ տեսնում, որովհետեւ այն նույն ուժերը սովորաբար դա արևմտյան, այսպես ասած զարգացած հզոր երկրների ինչ որ շրջանակներ են, ոչ բոլորը, հա? Իրանք ինչ են ասում, կեցե անհատը, կեցե անհատի ազատությունները, կեցե անհատի կապրիզները, հա? Ես անհատական ազատության դեմ չեմ խոսելու, ես ինքս ուզվեմ ազատ լինել, հա? Բայց նույն այդ ուժը չի ասում, չէ, ժողովուրդ ջան, օրինակ եկեք ազատ եղեք հարկերից։ Ինքը հարկեր պահանջում է։ Բարձրացնում այդ ուժերը կոնկրետ նաև բարձրացնում են։ Նաև բարձրացնում են։ Ինքը հարկեր ուզում է, չէ՞։ Այսինքն ինքը ուզում է մոբիլիզացիա ուղղակի իր շահերի շուրջ, այլ ոչ թե իրականում ազգային, թեկուզ հասարակական շահերի շուրջ, հա։ Այդ նույն ուժերը չեն ասում, որ գիտեք Ուկրաինայում օրինակ ազգայնականությունը վատ բան է,
Իրանք խրախուսում են Ուկրաինայում ազգայնականությունը, ընդ որում ուկրաինական ազգայնականության ամենա sense տգեղ մարդհետաց դրսևորումները։ Ես չեմ ասում Ուկրաինան չպետքա պաշտպանվի, բայց կոնկրետ նույն այդ երկրները, Բրիտանիան լինի, Միացյալ Նահանգները լինեն եւ այլն, ամեն կերպ այդ ազգայնականությունը խրախուսում են։ Հիմա այդ ո՞նց է ստացվում, որ օրինակ Ադրբեջանի ազգայնականությունը խրախուսվում է, Թուրքիայի ազգայնականությունը խրախուսվում է, իդեպ Իրանի ազգայնականությունն է խրախուսվում արևմուտքի կողմից, հա։ Իսրայելի ազգայնականությունը բայց հենց հայերին փողոցի ասում իմեննոյ հանկարծ ազգայնականությունը չի գա այդ մի բան բայց սենց այսպես ասեմ ազգայնականության ոչ բոլոր դրսևորումներն են լավ ու ոչ բոլոր դրսևորումներն են օգտակար, որտեղ մենք նաև մեր աչքի առաջ ունենք փորձ, ինչպես որոշ ազգայնական կարգախոսներով, ազգայնական դրոշներ ծածանելով կարելի է տանել ազգին կործանման։ Ու հենց մեր դեպքում էլ հենց մեկը մեր այսպես ասած տրոյական վարչապետը, հա, ինչ էր անում, անենց ազգայնական լոզունգներ էր բարձրաձայնում, ընդ որում ըստ էության ինքը հիմա էլի փորձում է քաղաքական ազգայնականության մեջ իրան պահել, հա, իբր բան ազգը դա պետությունն է։ Դիք անջատվողականություն է փորձում անել, իբր մենք հələ սովետում ենք, էլի մոտավորապես այդ կոնցեպտով, հա։ Ինքը էլի օգտագործում է պահի տակ այդ բաները, թեզերը, այսինքն այն որ ասում է թե իբր Արարատից որպես ազգային սիմվոլ եկեք հրաժարվենք, Արագած ազգային սիմվոլ, բայց էլի ազգային սիմվոլ է, չէ՞, դա ըստ իր առաջարկածի։ Այսինքն ըստ էության էլի այդ բորշի մեջ գաղափարախոսական իրականում իմաստ չունի քննարկել իր գաղափարախոսությունը, որտեղ իր գաղափարախոսությունը լրիվ այլ է, ինքը կապ չունի ոչ ազգերի հետ, ոչ ժողովրդավարության հետ, ոչ լիբերալիզմի, ոչ ազատությունների եւ այլն, ոչ էլ կոռուպցիայի դեմ պայքարի։ Այդ ամեն ինչը ուղղակի քողարկում է։ Փաթեթավորում է իշխանություն պահելու բառակույտ է, որով զբաղացնում է այդ թվում մեզ։ Բայց եթե մենք խոսում ենք ազգայնականությունից, մենք հասկանում ենք, մեզ այսօր սպասվում է մոտալուտ իրական գոյաբանական վտանգ, այսինքն վտանգը մեր լինել չլինելու հարցն է, հա, մենք կարող է եւ չլինենք, որպես եւ պետություն եւ ընդհանրապես հայկական ներկայություն այս տարածքում, հա, դրան են տանում մեր սիրելի հարևանները։ Այդ վտանգը շատ իրական է, այն ինչ մենք տեսանք Արցախում, դա, այսպես ասած, դեռ դեմո վերսիան է, հա։ Դեմո վերսիան էր, եւ այդ վտանգը մոտալուտ է, մենք չունենք տասնամյակներ այդ դրան պատրաստվելու կամ չգիտեմ, չպատրաստվելու, ու այս իրավիճակում մեզ մոբիլիզացնող միակ գաղափարախոսությունը կարող է լինել ազգայնականությունը, բայց քանի որ մենք շատ սուղ ռեսուրսներ ունենք այդ թվում ժամանակային, մեր ամեն մի քայլը պետք է լինի գերպրագմատիկ, գերրացիոնալ։ Ոստեղից մենք գալիս ենք ռացիոնալ գաղափարի։ Մի հատ, բայց լրացում կամ միգուցե հարց, այդ մենք խոսում ենք նրա մասին, որ դա անհրաժեշտություն է մեր համար, ակնհայտ ստեղծված իրավիճակից։ Ինձ թվում է, բացի անհրաժեշտությունից, այդտեղ շատ մեծ է ցանկության բաղադրիչը, հա, որովհետև եթե դու ուզում ես վերջ-վերջը մենք կարող ենք ձուլվենք դառնանք թուրք, հա, օրինակ, հա, կամ ադրբեջանցի կամ տենց ինչ որ անհայտ, բայց չեն թողնի, բայց ենթադրի ինչ որ բան, հա, ինչ որ ձևի ապրենք, ինչ որ միտեղ կարա, ինչ որտեղ ձուլվենք, ինչ որտեղ ձուլվենք, ինչ որտեղ գնանք, կան, հա, բայց մենք այստեղ ցանկության գաղափար կա, չէ՞, ցանկության բաղադրիչ կա ազգայնականության մեջ, ես ուզում եմ պահպանվել այնպես ոնց որ ես կամ, ու այդ իսկ պատճառով ես ազգայնական եմ, այսինքն մինչև գործիք իրան դիտարկել է ինքը նաև ինչ որ գաղափարախոսություն եւ ցանկություն մի հատ շատ կարեւոր բան ու այս հարցը երևի ամենաուժեղ ամենատենց մեծ մեղադրանքներից է ազգայնականությանը ու մենք այդ թակարդի մեջ ընկնում ենք հաճախ որ ազգայնականությունը դեմ է անհատի ազատությանը արդյոք մենք կարող ենք ունենալ երկիր որտեղ անհատի իրավունքները, ազատությունները առավելագույնս ապահոված են
Եթե մեր երկիրը գտնվում է ադրբեջանական դիկտատուրայի կամ թուրքական դիկտատուրայի, ոչ մեկս կասկած չունի, չէ՞ որ Թուրքիան դա դիկտատորական երկիր է, առավել եւս Ադրբեջանը։ Հա, այսինքն մենք կարող ենք մեր ազատությունը ապահովենք։ Իրանք դիկտատորական երկրներ են իրենց ժողովրդի նկատմամբ։ Այո, մեր նկատմամբ իրանք ոչ թե դիկտատուրա են լինելու, իրանք ուղղակի լինելու են ոչնչացնող ըստ էության ցեղասպան օկուպացիոն ռեժիմներ, եթե հանգարց մենք հայտնվենք իրանց ուղիղ իշխանության տակ։ Դե մենք ունենք նաև ազգային փոքրամասնությունների, ընդ որում բնիկ ժողովուրդների վիճակը այդ երկրներում, թալիշների, լեզգինների, չգիտեմ, զազաների, քրդերի եւ այլն, նույն եզդիների, հա, բոլորին ահավոր ճնշված են պահում, տենց ցուցադրական թանգարանային մի քանի նմուշներ կան, ասենք նույն Թուրքիայում մի հատ տենց ցուցադրական քաղաքական գյուղ կա, հայկական գյուղ կա բանում, Կիլիկիայում, հա, դա բոլորին դրա մասին թանգարան է, այն որ ասում եմ մի հատ հայ է մնալու այն էլ թանգարանում, լրիվ այդ կոնցեպտի իրագործումն է։ Հիմա ժողովուրդ ջան, մենք հասկանալի է, չէ՞, որ մենք շատ ավելի ազատ ենք ազգային հայկական պետությունում ու ոչ միայն մենք հայերս, նույն ասորին հայկական ազգային պետությունում իրան շատ ավելի ազատ ազգում, քան, չգիտեմ, Թուրքիայի ազդեցության գոտիներում։ Պարզա չէ՞։ Ջիմանայի, գիտես ինչու՞ է պարադոքսը, տես, մենք ունենք հայկական հասարակություն, այն ինչ որ կա այսօր փաստացի, որը, ասենք, ձևավորվել է այնպես, ինչպես ձևավորվել է։ Մենք այդ հայկական հասարակությունից շատ բաներով դժգոհ ենք, ասում ենք, որ ավտորիտար իշխանությունը, օրենքի գերակայությունը չի ապահովում, ոստիկանական բռնություն կա եւ այլն եւ այլն։ Ես ու դու հաստատ այդ գիտենք, մեր կաշվի վրա այդ ոստիկանական բռնությունը զգացել ենք, չէ՞։ Բայց մեծ հաշվով, եթե դու համեմատես օրինակ հայկական հասարակությունը, այդ երկու հարևան հասարակությունների հետ, թե թուրքական, թե մանավանդ ադրբեջանական, համեմատության ուղիղ եզր չկա։ Նրանք շատ ավելի դաժան դիկտատորական հասարակություն, ընդ որում հետաքրքիր է նա, որ երկուսն էլ քողարկված են ժողովրդավարության տակ։ Բայց իրականության մեջ դու նայում ես, ասենք, Թուրքիայում քուրդը ընտրվում է որևէ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, մյուս օր իրեն դրա համար ձերբակալում են։ Իդեպ մեր մոտ էլ են այդ։ Դա մենք ես լսում եմ, դուրասնել, հա, բայց այնտեղ դա կանոն է։ Եթե դու ընտրվեցիր, վերջ դու PKK-ի բան ես, օժանդակող ես, աջակից ես եւ այլն, միանգամից ձերբակալվեցիր։ Եթե դու քուրդ ես, մի մասնակցի քաղաքականություն, հիմա ուսում կփոխվի ամեն ինչ։ Բայց հիմա տեսեք ինչ է ստացվում։ Մենք սովորել ենք ինչ որ իմաստով այն ազատություններին, որ մենք ունենք մեր հասարակության ներսում։ Մենք դա ինչ որ իմաստով համարում ենք, որ դա այդպես էլ պետք է լինի, այսպես ասած for granted անգլերեն ասած, հա, որ տենց էլ պետք է լինի։ Մենք համարում ենք, որ ավելին է պետք։ Մենք հասնում ենք այն աշճան անհեթեթ ցինիզմի, երբ որ ինչ որ մեկը ասում է, գիտեք ինչ, բանակից փողով ազատվելը դա մեր ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե իմաստով որ դա վնասում է մեր ազգային, այլ ընդհակառակը մենք պետք է մեր քաղաքացիներին հնարավորություն տանք փողով բանակից ազատվել եւ դա բերելու է մեր ազգային անվտանգության ամրապնդմանը։ Դու լսում ես դրան, ասում ես, իրոք էլի ո՞նց է դա բերելու մեր ազգային անվտանգության ամրապնդմանը։ Բայց եթե մեզ պետք է ազգային անվտանգություն, մեզ պետք է բանակ։ Եթե մեզ պետք է բանակ, մեզ պետք է բանակի ծառայության հավասարություն բոլորի համար։ Որը դու դա սկսես փողով վաճառել, մյուս օրը դու մարդասպանությունը կսկսես փողով վաճառել, բռնաբարությունը փողով վաճառել եւ ընդհանրապես ասած օրենքը կդադարի գոյություն ունենալուց։ Այստեղ շատ կարևոր հարց է, ու էլի վերադառնալով հենց ռացիոնալ ազգայնականությունը ինչով է տարբերվում իրրացիոնալից, հա, այսպես ասենք։ Քանի որ մենք ունենք խնդիր առավելագույնս լայն մոբիլիզացիայի, հա, ազգային ռեսուրսների, ռացիոնալ, պրագմատիկ ազգայնականությունը պետք է ենթադրի հնարավորինս ներառական գաղափարախոսություն։ Այսինքն պետք է միավորի եւ այսպես ասած էթնոազգայնականներին եւ քաղաքական ազգայնականներին, այսինքն եթե շատ այլ երկրներում դրանք հակադրվում են, հա, օրինակ կա ռուս ազգայնական նացիոնալիզմ ու կա կայսերական նացիոնալիզմ, հա, ձերժավնիչստվը ռուսական, ու իրանք
պահի տակ լինում է իրար նաև հակադրվում են, հա, օրինակ ասում եմ խվածիդ կառմից Կովկաս, մեզ Կովկասը պետք չի եւ այլն եւ այլն։ Մեր դեպքում քաղաքական եւ էթնոազգայնականությունը պետք է իրար հետ լինի, որովհետեւ առանց իրա իրանք դատապարտված են, առանց իրար։ Մենք կամ ունենալու ենք ինչ որ, չգիտեմ, ազգագրական արգելոց, լավագույն դեպքում ինչպես այդ գյուղն է Թուրքիայում, որտեղ, չգիտեմ, տուրիստները գալու են, մենք էլ ինչ որ ով որ մի 100-200 հոգի որ ողջ մնան, ինչ որ տարազներով ազգային պարեր են պարելու, երգելու են, տենց զվարճացնեն, հա, սպիտակ մարդկանց, ինչպես օրինակ հիմա Ամերիկայում հնդկացիներն են։ Երկրորդը, եթե մենք այդ էթնիկ ինքնությունը փորձենք վանել, ինչը իհարկե ապուշությունած այրահեղ, մենք ստանալու ենք մի հատ ինչ որ պետություն, որը օֆիսից չի տարբերվելու, որտեղ կարող է նույնիսկ պետական լեզուն հայերենը չլինի ու զուտ անունն է էլի Հայաստան, ոնց որ ինչ որ փողոցի հասցե լինի, այդ ձև ինչ որ մի հատ բան ալնելու, հա։ Ասենք ոնց որ, չգիտեմ, Կոլումբիայում էլ կա Արմենիա անունով քաղաքը, տենց մի հատ բան լինելու։ Այսինքն ներողություն, այսինքն մենք պետքա հնարավորինս ներառական լինի, իսկ ներառականությունը նաև նշանակում է սոցիալական արդարություն։ Մենք գուցե այստեղ սկսենք վիճել։ Չէ, սոցիալական արդարության մեջ չենք սկսի վիճել, հեսա ես։ Որովհետև եթե դու պաշարված ամրոցում ես, իսկ մենք այս պահին այդ բանը, չէ, ազգայնականային ձեռ են առնում, որ մեր այսպես ասած մտածելակերպը տենց պաշարված բան է, ամրոցի մտածելակերպ է, դա կարծրատիպ է եւ այլն, բայց իրականում հաստատի պաշարված ամրոցի մեջ ենք, մենք բարի բուն իմաստով շրջափակման մեջ ենք, մեր ամրոցի պատերի վրա հարձակվում են, հələ մի բան էլ ներսից էլ ինչ որ շատ անհասկանալի, մեր ասած, հա, տո 5-րդ, 6-րդ, մեր մոտս ու մենք պետք է հասկանանք, որ չի կարող լինել պաշարված ամրոց հաջող դիմադրող, եթե ամրոցի կայազորի պետը սևիկ ռայա ուտում, իսկ պատերին կանգնած զինվորները չոր հաց։ Չի կարող ամրոցի կայազորի պետի տղեն փողով ազատվի ծառայությունից ու գնա, չգիտեմ, Օքսֆորդում սովորի, իսկ պատի վրա պատը պաշտպանող չգիտեմ, երեկվա գյուղացու, բանվորի, ծառայողի եւ այլն որդին ստիպված լինի 10 տարեկանում գնա էլի այդ պատերը պաշտպանի ու չունենա սոցիալական լիֆտի հնարավորություն։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ռացիոնալ ազգայնականությունից, դա նշանակում է, որ հայկական ազգային պետությունը պետքա լինի օրենքի առջև բոլորը պետքա լինեն հավասար, պետքա լինի սոցիալական արդարություն, պետքա լինի մերիտոկրատիա, հա, պետքա աշխատեն բոլոր սոցիալական լիֆտերը։ Օրինակ, այդ ազգ բանակ բառակապակցությունը հիմա ով ոնց ասես ծռում է, բանը անում, հարմարացնում է, հա, բայց ազգ բանակի սկզբնական կոնցեպտներից մեկը, Ավետիքը դա լավ կհիշի, որտեվ շատ այդ քննարկումն են եւ ընդհանրապես այդ process-ի մասնակցել, այստեղ կարող եք դիտել նաեւ մեր համապարփակ անվտանգություն թողարկումը, այստեղ միտեղ մենք կդնենք հղումը, կարող եք գնալ եւ օրինակ ազգ բանակ կոնցեպտի մեջ գաղափարներից մեկը այն էր, որ հենց բանակը պետքա ծառայի այն մարդու համար, ով որ չունի հնարավորություն գնա ինչ-որ լավ տեղ սովորի եւ այլն, օրինակ բանակը պետքա մարդկանց հնարավորություն տա նաև լավ կրթություն ստանալու, ինչ որ տրամպլին լինի, լիֆտ պետքա լինի։ Ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում է։ Ես ձեր խոսակցության մի հատ միջամտեմ, այստեղ հենց քանի որ դու բանակի մասին ես ասում, մի հատ շատ կոնկրետ օրինակի վրա բերեմ։ Ուրեմն, երբ որ դու ուսումնասիրում ես Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը, պարադոքսալ հետևության ես գալի։ Տեսեք, օրինակ ես իշխանության ներկայացուցիչները ասում են, որ շատ մեծ արտագաղթ կա, որ երեխաները բանակում չծառայեն, չէ՞, տղա երեխաները։ Իրականում ամենամեծ արտագաղթը ոչ թե բանակից առաջ է տղամարդկանց, այլ բանակային ծառայությունից հետո է։ Հետո է բանակային ծառայ։ Գնում են բանակում ծառայում են, վերադառնում են ու արտագաղթում են։ Հիմա հարց ինչու է այդպես տեղում են։ Պատճառը շատ պարզ է իրականում, որովհետև 2 տարի բանակում իրանք անցկացնելով այդ 2 տարվա ընթացքում իրանք նախ որևէ քաղաքացիական մասնագիտություն ձեռք չեն բերում, երկրորդը որևէ ֆինանսական կապիտալ ձեռք չեն բերում։ Արդյունքում վերադառնալուց հետո իրանք աշխատանքի շուկայում պահանջարկված չեն եւ ստիպված արտագաղթում են գնում են այն երկրները, որտեղ աշխատանքի շուկայում իրանք կարող են սևագործ աշխատանք կատարել, որտեղ մեր երկրում սևագործ աշխատանք կատարելը ամոթ է։ Իրենց էլ կարային մնային այդ անեն,
բայց ամոթ է։ Թողում գրմեն, ասենք Ռուսաստան կամ չգիտեմ, Եվրոպա։ Ավելի լավ են վարձատրվում, ավելի լավ են վարձատրվում, բայց մասամբ ավելի լավ են վարձատրվում։ Բայց լավ, երկու գործոն էլ միասին չվիճեն, բայց տեսեք ինչ մա խնդիրը։ Հիմա ռացիոնալ ազգայնականության տեսանկյունից հա իդեպ ասեմ ձեզ, որ այդ մարդիկ որ հեռանում են, երկրից հեռանում են, իրանց շատ փոքր մասն է հետո վերադառնում։ Իրանց փոքր մասն է վերադառնում, այն կինը, որը ծնվել էր ու սպասում էր այդ տղամարդուն, որ այդ ամուսնանը չի ամուսնանում, իր երեխեքը չեն ծնվում եւ այլն։ Ռացիոնալ ազգայնականության տեսանկյունից դու այդպիսի բան պետք է թույլ չտաս։ Թույլ չտաս, որովհետեւ դա քո դեմոգրաֆիական առողջությունը քայքայող արմատական գործոն է։ Եվ դու պետք է ռացիոնալ ազգայնականության տեսանկյունից մտածես, ասես լավ, ես ինչ եմ անելու։ Ես այդ դեպքում պետք է մտածեմ, բանակի ներսում ինչպես եմ ստեղծում, կարելի ասած սոցիալական լիֆտը, կրթական հնարավորությունները։ Իդեպ ժամկետային զինծառայողներին վարձատրում եմ, հետո ինչ որ ժամկետային են, հոստրուկ չեն։ Պարտադիր է իրաց ծառայությունը, բայց ով ասեց, որ չի կարելի վարձատրել։ Վարձատրում եմ իրաց, որ երբ որ իրանք ծառայությունը ավարտեն, ինչ որ ֆինանսական կապիտալ ունենան։ Երբ որ իրանք ավարտում են, իրանք անպայման ես անվճար բարձրագույն կրթություն եմ ապահովում պետական բուհերով եւ այլն, այսինքն որպեսզի այդ բոլոր սոցիալական լիֆտերը տամ։ Հիմա դրանցից ոչ մեկը չի արվում։ Ու ասում են, գիտեք ինչ, դե մեր բանակը քխա։ Եկեք փողով թույլ տանք բանակից ազատվենք։ Այ ընկերներ ջան, հələ մի հատ եկեք մտածենք, էլի գուցե այդ քխը պետքա փորձել, բերել նրան, որ քո բանակը լինի նորմալ բանակ, մարդու համար շատ ավելի մեծ հնարավորություններ ստեղծի, որպեսզի այդ մարդը այդ բանակից այդքան չխուսափի, որովհետև նորից եմ կրկնում, մեր ազգայնական տեսանկյունից դու ամեն ինչ պետք է անես, որպեսզի քո ամեն տղամարդը այդ անհատը, որի մասին դու խոսում ես, չէ, իսկապես արժևորված լինի։ Հիմա մենք անում ենք ուղիղ հակառակը, բայց խոսում ենք իրենց իրավունքներից, ասում ենք թողեք փողով ազատվեն։ Ինձ թվում է մենք երբ կարդում ընդհանրապես այս օրենքի դեմ խոսակցությունները եւ կոնկրետ արգումենտները, սա իմ համար եւս իհարկե շատ վալիդ փաստարկ է։ Ինձ համար ամենակարևորը ու ինչի է այստեղ սոցիալական արդարությունը ես լինելով շատ աչակողմյան եւ շատ մերիտոկրատիային հարող մարդ, որովհետեւ հարցը այստեղ գումարը չի, որովհետեւ մենք գումարի արքուվաճառք չի ստեղարում, այստեղ ռիսկի արքուվաճառքի մասին է խոսքը։ Բանակի դեպքում այդ ռիսկը ոչ մի գումարով չի փակվում, կյանքի ռիսկը չի փակվում։ Դրա համար սա այս օրենքը ընդունելի չի սոցիալիստների համար, բայց ընդունելի չի նաև իմ պես լիբերտարիանների համար, որովհետև դու հավասարաչափ ինչ որ արքուվաճառք ստեղ չես անում։ Ես բացարձակ դեմ չեմ, որ դու գնաս, չգիտեմ, անձնագրային, ավել գումար տաս, անձնագիրը տեր կորում ստանաս։ Ես այդտեղ գիտեմ խնդիր չեմ տեսնում, չնայած ես գիտեմ, որ շատ մարդկանց համար դա եւս դա ծառայություն, սա ուրիշ պատմություն է, սա ռիսկի անհաճմաչափ բաշխում է, որը ոչ մի գումարով դու չես կարող ծածկել, եւ այդ սոցիալական հավասարությունը ես կարծում եմ, որ ընդունելի է բոլոր բևեռներում մեր եւ այո պիտի հիմք դառնա ռացիոնալ ազգայնականության ընկալման եւ դարբես տարածման, հա, որպես դարբես գաղափարախոսություն։ Մի կարևոր բան էլ, հա, եթե այտենց սոցիալականից շարժվենք ավելի լայն բանի, ես նախ մի հատ կարևոր բան էլի, մի քիչ տեսական է, եթե շատ խորանամ, խնդրում եմ բան արեք, կանգնացրեք ինձ։ Ազգայնականությունները ու ընդհանրապես ազգերը շատ տարբեր են, այսինքն այն հենասյուները, որոնք X ազգի համար են հենասյուն, այն մյուս ազգի համար կարող է հենասյուն չլինի։ Մեր համար, օրինակ, մեր այն հնուց եկող ամենահին հենասյունը դա մեր լեզուն է, հայերենն է։ Այո։ Ավստրիացու գերմանացու համար այդ լեզուն այդքան է կարևոր հենասյուն չի, որտեվ իրանց համար օրինակ սահմաններն է, անձնագիրն է, վերջի 300 տարին է, հա, դեմոկրատիան է ինչի՞ չէ, ինչ որ շատ ոմանց համար, հա։ Այդ իրանց բան, ասենք ամերիկացու համար էլի ինչ որ մի հատ բանն է, հա, կամ ամերիկացու անգլիացու տարբերությունը հաստատ լեզուն չի։ Մեր դեպքում, քանի որ ես ասեցի, հա, էթնո ու քաղաքական ազգայնականությունը մեր մոտ պետքա ոնց որ փոխլրացնող լինեն իրար, հա։ Սա նաև նշանակում է, որ ռացիոնալ ազգայնականության սկզբունքներով կառուցած պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա աշխարհասփյուռ ամբողջ հայության համար։ Իդեպ ոչ միայն հայության, այլև այս տարածաշրջանի այն բնիկ ժողովուրդների, որոնք այսօր ամենից մոտն են Հայաստանի Հանրապետությանը ու նաև իրանց ներդրում ունեն Հայաստանի Հանրապետության։ Եզդիները եւ ասորիները։ Եզդիները, ասորիները, իրականում այս տարածքում նաև ապրող հույներ կային, հիմա այդքան շատ չեն, բայց էլի կան, հա,
չգիտեմ, մոլոկանները եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այսօրվա լոգիկան, որ փորձում են մեզ պարտադրեն, որ գերագույն փաստաթուղթը միայն անձնագիրն է, պետությունն, այն որ ասում է հայրենիքը պետությունն է։ Հա, մի հատ էլ տրաֆարեցի ամեն ազգի համար տարբեր է։ Ամերիկացու համար այո, հայրենիքը պետությունն է։ Հայերի համար ոչ հայրենիքի սահմանները շատ ավելի լայն են, քան պետությունը, ընդ որում ասեմ էլի 7 տարի առաջ այդ պետության սահմանները ուրիշ էին, հիմա ուրիշ է, այդ ոնց հալնում հայրենիքը պետությունն է։ Նույն ձևի կարան հայտարարեն, որ չգիտեմ, իսկ հիմա պետությունը միայն Երևանի բանն է, մինուս, չգիտեմ, Մասիվն ու Չարբախը, հա, ու ինչ, հիմա ստացվում է մենք պետք է ասենք, որ այն մնացածը մեր հայրենիքը չի, այդ абսուրդ խաղերն է, բայց կամ որ ասում են բան, հա, այս ինչը Հայաստանի քաղաքացի չի, իբր իրականում այդ կարևորագույն էլի հարցը ու ամենամեծ հանցագործություններն է այս ռեժիմի, այդ արցախցիներին ապօրինաբար ՀՀ քաղաքացիություն զրկելն, այո։ Ասենք այդ ձևի ոտնահարում սահմանադրության Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Ու ազգային պետության պարտականությունից մեկն է, այո, բոլոր հայերի շահերը պաշտպանել։ Եթե ինչ որտեղ հայ է ենթարկվում է հետապնդման այն բանի պատճառով, որ ինքը հայ է, այո, սա հայկական պետության խնդիրը պետք է լինի, բայց ինչ։ Այո։ Կարեն, բայց ես մի հատ խնդրանք ունեմ քեզ, էլի լսելով քեզ։ Ինձ թվում է մենք հիմա տարբեր տեսակ տերմիններ ենք օգտագործում մեր քննարկման մեջ՝ էթնիկ ազգայնականություն, քաղաքական ազգայնականություն, ռացիոնալ ազգայնականություն։ Արի այնուամենայնիվ փորձենք ձևակերպել։ Փորձենք։ Որն էր էթնիկ ազգայնականությունը, որն էր քաղաքական ազգայնականությունը, որն էր ռացիոնալ ազգայնականությունը։ Գուցե քեզ առաջարկեմ ձևակերպես որպես մարդ, որը շատ եթե առանց ինչ որ բարդ իսոկրական գիտական բաների մեջ խորանալու ազգայնականությունը դա հավատարմությունն է, դա պաշտամունքն է, նույնիսկ կարելի է այդպես ասել, ազգի կամ ազգային պետության, որում մարդը ազգային շահը դասում է ավելի բարձր, քան խմբային շահից, հա։ Իրականում մենք տեսնում ենք, որ սա իդեալականացված սահմանում է, որովհետև ինչ որ մի պահ գալիս է, երբ որ մարդը ընտրություն պետք է կատարի իր անձնական շահի, օրինակ իր կյանքի իրավունքի եւ ազգի շահի միջև, հա, ու միշտ չի, որ այդ մարդը կատարում է ավելի հաճախ իր անձնական շահով, հա, առաջնորդվում։ Հիմա օրինակ, եթե մենք խոսենք զուտ ազգայնականությունից, մենք կարող ենք մեղադրել այս ինչ մարդուն, բայց ինչի է օրինակ գերի հանձնվել, հա։ Եթե մենք խոսում ենք ռացիոնալ ազգայնականության բանից, կարող է ավելի լավ էր այդ մարդը այս պահին գերի հանձնվել ողջ մնար, գուցե իրավիճակից է կախված։ Եթե իր գերի հանձնվելու պատճառով 1000 հոգի գերի ընկան, չէ, դա եւս 1000 հոգի գերի ընկան կամ զոհվեցին, դա արդարացում չի, բայց ասենք ինչ որ դեպքերում պետքա ռացիոնալ գործել, հա, որովհետև այդ մարդն էլ է ազգային ռեսուրս ի վերջո, ու նաև իր ազատությունը, իր իրավունքները։ Իսրայելում հանձնվում են գերի։ Այդ իրական շատ խուճուճ հարց է, այնտեղ իրականում շատ գովազդած բաներ կան, հա, իրանք ասում են կարակ հանձնվեք գերի, բայց հա, չգնաք Իսրայել։ Okay, էթնո։ Խոսքով Էթնիկը դա երևի ազգայնականության այն բազային բանն է, որը առաջանում է, երբ որ նույնիսկ ազգային ինչ որ հավակնություններ կան, պետություն ունենալու, բայց դեռ պետություն չունի ու փաստ չի որ կունենա, հա, ըստ էության էթնոազգայնականների այն անհաջող դրսևորումը գնում է նրան, որ ամեն ինչ գնում է միայն դեպի էթնոգրաֆիա, իսկ քաղաքական ցանկացած հավակնությունից, քաղաքական իրավունքներից, քաղաքական պահանջներից այդ հանրույթը հրաժարվում է։ Ինչպես օրինակ ցեղասպանելով մի քանի 100-ամյակ Ամերիկայի հնդկացիներին ստիպեցին հրաժարվել իրենց քաղաքական իրավունքներից որպես ինչ որ ազգեր, որպես ժողովուրդներ եւ այլն։ Կամերային ազգայնականություն եմ ես դրան ասում, այդ մշակութային ֆերն է, դա ինչ որ արգելոց է, որտեղ, հա, բայց այսպես ասեմ, այո, մշակույթը շատ կարևոր է, բայց եթե մենք խոսենք հայկական ինքնությունից, հենց ազգային,
հայկական ինքնության մեջ պետականության ցկտումը ասենց հենասյուներից մեկն է։ Ու պիտի լինի։ Որովհետև մենք 2000 տարի առաջ ենք ունեցել պետականություն, այդ պետականության մասին հիշողությունը դաջված է մեր ազգային այդ հիշողության մեջ, կոլեկտիվ հիշողության մեջ, եթե մենք դա հանում ենք, մենք կարող է էլի անուններս մնա հայ, բայց մեր ինքնությունը կտրուկ փոխվելու է։ Իդեպ նենց էլ չի, որ ազգային ինքնությունը չի կարող փոխվել։ Ուղղակի մի բան է, որ ինքը փոխվում է էվոլյուցիոն ճանապարհով, ասենք դարերի ընթացքում եւ այլն, մի այլ բան է, երբ որ ազգերի դեպ կարելի է նաև կերտել շատ արագ ժամանակում։ Մեր հարևանները վկա, այո, ունենք առնվազն 2 ազգ, ինչպես նաև կարելի է ապամոնտաժել, դա էլ է կարևոր։ Ու այն ինչ մեր հետ հիմա կատարվում է, դա հենց այդ ապամոնտաժելու փորձն է, ազգային ինքնությունը ապամոնտաժելու։ Լավ, իսկ քաղաքականը, Կարեն, քաղաքականը այն է, որ սա իդեպ այն ինչ այսօր շատ գիտնականներ անվանում են ազգայնականություն, դա մաքրամաքուր հենց քաղաքական ազգայնականությունն է, որը որոշվում է առաջին հերթին սահմաններով, այսինքն այդ սահմանների այդ ֆետիշացումը, հենց սա ուրվագիծը պետության արդեն դառնում է սիմվոլ, ազգային սիմվոլ, հա։ Ու շատերը ընկալում են դա որպես, չգիտեմ, հազարամյակներով եղած սահման, այն դեպքում, որ այդ սահմանները 100 անգամ փոխվել են։ Այո։ Հիմա ու ըստ քաղաքացիության է որոշվում։ Այսինքն դու ստացար ամերիկյան անձնագիր, դու ամերիկացի ես։ Ու ամերիկյան ազգայնականությունը կա, մեկը Թրամփը, կրոնական ֆունդամենտալիստ, հայտարարում է գոնե, հա, ֆունդամենտալիստ է, դրանց անվանում են ամերիկյան քրիստոնյա ազգայնականներ։ Ազգայնականությունն է դա, այդ Make America Great Again-ը, մաքրամաքուր ազգայնական քաղաքական։ Քաղաքական, հա։ Որովհետև բազիսը երկիրն է, ոչ թե որևէ էթնոս, որևէ այդ երկիրը բնակիչ։ Օրինակ, մեր մոտ սահմանադրությունը ազգային ինքնության մաս չի։ Ամերիկայում հենց այդ սահմանադրությունն է ստեղծել այդ ազգին, ինքը իրանց ինքնության կարևորագույն մասն է։ Դրա համար եմ ասում, շատ տարբեր է։ Ու մեզ հիմա խափելով ուրիշների ինչ որ ինքնության հենասյուներ ցույց տալով բանով, մեզ փորձում են խափել, թե իբր ինչ որ նոր ազգ են ստեղծում, նոր ձևի հայազգ, անունը դրել են իրական Հայաստանը, զտում են։ Դա որևէ կապ չունի իրականության հետ, որտեվ 18 թվին էլ էր իրական Հայաստան, ինչ արեցին այդ Հայաստանի հետ, մենք տեսանք, հա։ Իրենք հիմա փորձում են ապամոնտաժել, ընդ որում մի բան ասեմ, եթե օրինակ մեր համար top սիմվոլը լիներ Արագածը, հա, ոչ թե Իրանք այդ ապամոնտաժային, այո։ Սեին ապամոնտաժել դա իրանց համար կարևոր է խառնել։ Դիտեք կներես, էլի, ուրեմն մի հատ 18 թվին վերադառնանք, առավելս 3, ինչպես հիշում եք, մեր 10 թվականի 1918 թվականի հերոսամարտերի տարեդարձներ եւ բացրանից հանրապետության հռչակման եւ այլն։ Մանեք ձայնագրվում են 29-ին սիրելի ունկնդիրներ, հա։ 18 թվականին, 1918 թվականին մենք ունեցել ենք մի իրավիճակ 18 թվականի սկզբին, երբ որ մենք չենք ունեցել պետություն ընդհանրապես, բայց հայկական արեալը մոտ 150,000 քառակուսի կիլոմետր։ Հա, որտեղ ռուսական զորքը կանգնած էր Տրապիզոնում, Բայբերդում, Երզնկայում, Մուշում եւ այլն, հա, Կարինում։ Կարինը ներսում էր, Կարինը տարածքի ներսում էր, ու այդտեղ այդ տարածքում հայություն էր ապրում, իհարկե ցեղասպանությունից արդեն շատ նոսրացած, բայց հայություն էր ապրում, հա։ Տարածությունից 3 ամիս հետո այդ սեղմվում է, գալիս հասնում է մինչև Սարդարապատ, Բաշաբարան եւ այլն, Բաթումի պայմանագրով մնում է 12500 քառակուսի կիլոմետր հայությանը որպես ճանաչված պետական տարածք։ Չագերտներով ասենք իրական Հայաստան, հա։ Կես տարի հետո, երբ որ Մուդրոսի զինադադարն է գալի եւ Օսմանյան բանակը պարտվում է, բրիտանացիները գալիս են տարածաշրջան, իրանք ստիպում են Օսմանյան բանակներին նահանջել, Օսմանյան բանակները ստիպված են լինում դուրս գալ Նախիջևանից, Սուրմալուից, այսինքն Արարատից, Կարսից, Արդանից եւ այլն, մեր տարածքը ընդարձակվում է 60000 քառակուսի կիլոմետր։ Հիմա չեմ գնում հասնում մինչև Սևեռ, այդ ինչ որ ասում եմ տեղի ունեցել 18 թվականին եւ 19-ի սկզբին մի տարվա հեռանկարում տեղի ունեցած հիմա տեղից ո՞րն էր իրական Հայաստան, այն 12.500 քառակուսի կիլոմետրը, այն 150,000 քառակուսի կիլոմետր, թե 60,000 քառակուսի կիլոմետր։ Իրական պատասխանը որ դրանք բոլորները իրական Հայաստան էին։ Բոլորը Հայաստանը որպես երկիր սահմանով չի որոշվելու։ Հայաստանը որպես երկիր որոշվել է իր բովանդակությամբ։ Մեջ ապրում է հայ մարդ։
Մեջ ապրում է հայկական հասարակություն։ Այդ հայկական հասարակությունը ունի պետություն, ունի պետական կենսունակ պետություն, կենսունակ պետություն, ունի պետական ինստիտուտներ, ունի մշակույթ, ունի լեզու, ունի հավատ եւ այլն։ Ազգային նպատակներ, ունի ժառանգություն, որտեվ սահմանները, այս որ ասենք որոշ մարդիկ վերցնում են քարտեզ են ցույց տալի, սահմանները պատմության ընթացքում մշտապես փոփոխվել են եւ ավելի ոնց որ դու ճիշտ ասացիր, 5 տարի առաջ մեր սահմանը ուրիշ էր, հիմա կրճատվել է, իսկ ապագայում կընդարձակվի։ Կարճել սահմանին որպես ինքնության հիմք, դա ամենամեծ անհետեթությունը ընդհանրապես իրանք նույնիսկ չեն կարճում, իրանք էլ հանձնում են, շարունակում են, չէ, որպես բան են, լոզունգ են, որպես լոզունգ են, իմիջիալոց ինձ թվում է, որ այդ ինքնության փոփոխության եւ ըստ այդմ ազգայնականության դեմ մղվող իրանց այդ ապակառուցողական այդ sense բանի, հա, բևեռացնող այդ բանի մի մասը նաեւ հակազգային, բայց իբր ազգային միֆերի ստեղծումն է, եթե նկատել եք, ինչ իմաստն եմ ասում։ Օրինակ այդ նույն իրական Հայաստանը մեկը այդ Արագածը եւ այլն։ Մյուսը պատմական, այ խոսեցինք 18 թվականի մասին, բայց պատմական ինչ որ դրվագներ կան, որոնք որ իրանց կողմից շատ ուժեղ են օգտագործում։ Մեկը Կարսի անկումը, օրինակ, որը որ անդադար ինչ որ հակաքարոզչության մեջ է օգտագործվում որպես խանդող, միֆոլոգիա։ Ու այստեղ իմիջիալոց ես կարծում եմ, որ այստեղ շատ է զգացվում բացը մեր բոլորի սերունդների ընդհանրապես միգուցե հագեցվածության, հա, ազգային յուրաքանչյուրի անհատի, որովհետև այնքան փոքր է այդ տեղեկացվածությունը, որ շատ հեշտ է լինում այդ միֆերով ամեն ինչով sense կոտրել, փոխել մարդու, ասենք այդ ներաշխարհում ձևավորված ինչ որ պատկերացումներ ազգայնականության մասին, ստիպել իրեն մտածել հատկապես այս քանի միջով ենք ասել, մեր ազգը շատ դժվար տարիների միջով անցել, շատ դժվար, էլի բոլորը հիմա sense ինչ որ ահաբեկված վիճակում են, ու փաստորեն հեշտ է լինում ներթափանցել յուրաքանչյուրի ուղեղ այդ պառակտող մտքերով, պառակտող ինչ որ գաղափարներով ու ստիպել մտածել, որ ամեն ինչը սխալ էր արվում, ամեն ինչը վատ էր արվում, չգիտեմ, սկսած աղբը չէինք բարձրացնում դրա համար Արցախ չունենք, վերջացրած խոսում ենք միջև թուրքական մոտիվներով շորեր են կառնում, դրա համար Արցախ չունենք, ու այն որ սատրոմ начнём сначала ու գալիս է իրական Հայաստանի կոնցեպտը, շատ հակաազգային, բայց մարդկանց մոտ հաճախ ընկալվող որպես ինչ որ ամփոփ բան, որը իրանց առաջարկվում է։ Դրա համար ազգայնականությունը միգուցե պետք է ամփոփ ձևով հնարավորինս շատ հասկանալի առաջարկվի այստեղ էլ իր բաներով մի քանի բան էլ մենք իրական իհարկե այս ամեն թեմայով կարող ենք շատ խորանալ, բայց փորձենք ավելի ամփոփ բան անել։ Մի կարևոր բան էլ այսօր ազգայնականությունը ներկայացվում է որպես ինչ որ հետամնաց բան, հա։ Իրականում դա այդպես չի, ինչպես ամբողջ աշխարհակարգը այսօր հիմնված է ազգային պետությունների գաղափարի վրա։ Ընդ որում պարզվեց ազգայնականությունը ավելի ուժեղ է, քան մարքսիզմը, որովհետև մարքսիստները ասում էին, այ երբ որ լինեն մարքսիստական գաղափարախոսությամբ ստեղծած պետություններ, իրանք էլ իրար դեմ չեն պատերազմի, դասակարգային է, հա, այնտեղ խնդիրը։ Կոյամանել էր տենց ասում։ Հա, հետո եկավ օրինակ Չինաստանի ու Վիետնամի երկուսն է կոմունիստական պետություն, ու մեկ էլ հանկարծ իրար դեմ պատերազմեցին։ Սովետական միությունը Չինաստանի, Սովետական միությունը Չինաստանի դեմ կամ Հարավսլավիայի լարված հարաբերությունները սոցիալիստական բլոկի հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն հանկարծ պարզվեց, որ չէ, ազգայնականությունը ավելի ուժեղ է։ Դե էլ եմ ասում, այսօր բոլոր պետությունները ըստ էության ստեղծած են այդ ազգային հենքի վրա, նշանակում է այս կամ այն ձևով ազգայնականություն իրար մեջ ենթադրում են։ Մենք, նու սենց ասեմ, ես որպես ռացիոնալ ազգայնական կամ իմ ընկերներս որպես ռացիոնալ ազգայնականներ համարում ենք, որ ամենակարևոր, ասպես ասած, ֆիշկեքից, հա, ռացիոնալ ազգայնականության դա գիտելիքահենք լինելն է, ու դա անընդհատ մոդեռնիզացիան է։ Խելացի ազգայնականություն։ Դե ոնց ուզում ես անընդհատ, ուզում ես պրագմատիկ, smart ազգայնականություն։ Մենք այդ ռացիոնալ տերմինն էլ ազգայնականության հետ կապված դեռ չբացատրեցինք։ Մի հատ փորձենք։ Ես հերթով բացատրում եմ։ Եկեք հասկանանք, այո, ռացիոնալ ազգայնականությունը ինչով է տարբերվում ավանդական ազգայնականությունից։ Ես նախ այդ ուրեմն պետքա ձևակերպենք ավանդական ազգայնականությունը ինչ է, դա բավականին բարդ է լինելու։ Ասեցինք, կա էթնոազգայնականություն, կա քաղաքական ազգայնականություն։ Մեր հայրից դեպքում ռացիոնալ ազգայնականությունը դա էթնոն եւ քաղաքականը միավորողն է, որովհետեւ հայ ազգի սահմանները արեալը շատ ավելի մեծ է, քան միայն պետականը, բայց դա չի նշանակում, որ պետությունը պետք է արհամարվի, որտեւ առանց ազգային պետության շատ արագ ձուլվելու են գնանք բոլորս, հա։ Այսինքն քաղաքական եւ էթնոազգայնականության
միավորում, փող լրացում, իրար պետքա փող լրացնեն, այդ մեկ։ Երկրորդը մաքսիմում ներառականություն, մաքսիմում մոբիլիզացիա ազգային ռեսուրսների, իսկ դա իդեպ նաև նշանակում է հենց անհատի շահերի եւ ազատությունների մաքսիմալ պաշտպանություն։ Օրինակ, ռացիոնալ ազգայնականության սկզբունքներով կառուցած ազգային պետությունը չի կարող լինի թվային կոնցլագեր։ Մենք չենք կարող բոլոր մարդկանց վերաբերվել որպես հանցագործների ու ասենք, որ հա դու դեռ հանցագործություն չես արել, բայց ձեր տանը պետքա մի հատ տեսա խցիկ դնենք, որ հանկարծ եթե անես բռնենք։ Ընկեր, եթե ես անեմ հանցագործություն, այդ ժամանակ լավ ոստիկանություն ունեցի կամ քննիչներ, թող հանցագործությունը բացահայտեն։ Ամեն քաղաքացին չպետքա, չգիտեմ, պետությունը չպետքա քաղաքացու բանկային հաշիվների մեջ խցկված լինի, մարդկանց ազատությունը չպետքա ամեն կերպ, այդ թվային կոնցլագերը հակասում է հենց ռացիոնալ ազգայնականության գաղափարին։ Շատ լավ։ Այսինքն անհատական ազատությունը կարևոր է, մերիտոկրատիա, սոցիալական լիֆտեր, սոցիալական արդարություն, այդ ամեն ինչը կարևոր է։ Ի վերջո մարդիկ պատրաստ են հանձնել իրենց որոշ ազատությունները, իրավունքները պետությանը, որպեսզի ստանան անվտանգություն, այսինքն դա պետք է փոխշահավետ լինի, այլ ոչ թե պետության դրոշ սահմանում էլ էլի, այստեղ մի կարևոր սահմանում էլ համաձայնվելով քո արտահայտած մտքերին, ինձ թվում է մենք նաև պետք է հաստատեցնենք, որ ռացիոնալ ազգայնականությունը դա այն ազգայնականությունն է, որը ազգային նպատակները, ազգային իդեալները հետապնդում է ըստ էության ժողովրդավարական ճանապարհով, ժողովրդավարական ուղով։ Այդ շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ ինձ թվում է, եւ նույնը դու ես դրա մասին ասում, ազգայնականությունը ոչ միայն ասոցացվում է հետամնացության հետ, այլև ասոցացվում է ավտորիտար դիկտատուրայի հետ։ Այո, դիկտատուրայի, այլև մանավանդ որ բազմաթիվ դիկտատուրաներ քողարկվել են ազգայնականությամբ։ Իրանք այդ իմաստով մի քիչ պղծել են ազգայնական։ Եղել են ազգայնական, հիմա ինչի՞ չէ, հիմա վատ է, լավ, այդ այլ հարց, բայց եղել են ազգայնական։ Չէ, բայց դիկտատուրա են եղել, ասենք, գիտեմ, Մուսոլինիի ֆաշիզմը ազգայնական դիկտատուրա էր։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք ռացիոնալ ազգայնականության մասին, մենք պետք է հստակ ձևակերպենք։ Մեր պատկերացած ռացիոնալ ազգայնական պետությունը դա ժողովրդավարական պետություն է։ Երբ որ մենք խոսում ենք ներառականության մասին, մենք պատկերացնում ենք, որ ամեն քաղաքացի ունի ոչ միայն քաղաքացիական իրավունքներ, այլև քաղաքական իրավունքներ, որ ինքը մասնակցում է քաղաքական դիսկուրսում, որ ինքը մասնակցում է քաղաքական որոշումների կայացմանը, որ ինքը գալիս է ընտրությունների իր ձայնը չի կեղծվում, որ ինքը մասնակցում է հարաբերների ռոտացիա պետք է։ Որ տեղի ունենում այո իշխանության ռոտացիա, որ կան գալիս է մերիտոկրատիան, սոցիալական լիֆտերը, մասին կարող։ Տես այդտեղ էլ նյուանս կա։ Շատ դիկտատուրաներ հիմնավորել են իրենց գոյությունը մերիտոկրատիայով։ Իրանք ասել են, այ երբ որ վերևում կանգնած է լուսավորյալ դիկտատորը կամ լուսավորյալ արքան, ինքը իրատակ մերիտոկրատական համակարգ կառուցում։ Մերիտոկրատական համակարգ չի։ Չէ, ինքը ասում է մերիտոկրատական, ինքը լուսավորյալ է, ինքը ամենաարժանին ես եմ։ Ասում ամենաարժանի ես եմ, Աստված ինձ տվել է այդ արժանիքը, ես ինձանից ներքև կառուցելու եմ արժանիքի պետություն։ Ստեղ էլ է շատ բարդ։ Իրականում իսկապես պետք է հասկանալ, որ ժողովրդավարությունը եւ այս արժանիքի գերակայությունը իրար որոշ տեղերում կարող են հակասության մեջ էլ մտնել։ Եվ մենք պետք է կողմանանք նաև այդ հակասությունը որտեղ որ անհատականությունը ու ժողովրդավարությունը կարող են իրար հետ բայց մերիտոկրատիան այդ ինչ որ բանը չի էլի, որ ինչ որ մեկը վերևից որոշում է ով է ավելի արժանի, ով ավելի հենց այդ է, որ մերիտոկրատիայի լավագույն ապահովման համար, լավագույն ապահովման համար քեզ պետք է ժողովրդավարություն, ուրիշ ոչինչ է մերիտոկրատիան այդպես չի ապահովում։ Այուն եւ հասնող ժողովրդավարություն ռացիոնալ բառին վերադառնանք, հիմա ռոտացիան ինչի է պետք, որպիսի ղեկավարը կապ չունի հիմնարկի ղեկավարը, թե պետության ղեկավարը, թե ինչ որ գերատեսչության, հա, ինստիտուտի, որպիսի ցանկացած ղեկավար ինչ որ պահից հայտնվում է մի հատ պղպջակում ու կտրվում է իրականությունից։ Այդ ռոտացիան պետք է այն բանի համար, որ պղպջակը սպայթացնես։ Անընդհատ ոչ միայն, բայց նաև դրա համար, որ ինքը պատասխանատու լինի, որովհետև դա accountability ասածն է, ինքը գիտի, որ փոփոխություն կա, կստիպված է պատասխանատու ավելի լինել։ Այո, ու մենք ժողովրդավարություն բառը, քանի որ սխալ գործածումից ու սխալ մարդկանց կողմից գործածումից, հա, ըստ էության մեր ռեժիմը հիմա, ինչպես Գուրիևն ու Թրեյսմանն են սահմանում, խաբելապետություն է։ Այսինքն ձևանում է ժողովրդավարություն, ամեն տեղ խոսում է ժողովրդավարությունից, բայց ըստ էության ավտորիտար դուխով պղծելը ֆրցնող dictatorship, խաբելապետություն եմ թարգմանում։ Հիմա մենք պետք է հասկանանք էլի, որ ժողովրդավարությունը դա միայն չակերտավոր ազատ անկախ ընտրությունները չեն։
Չէ, բնավ։ Եթե դու ազատ ընտրություն ես անում, հետո ընտրված տեխնացուին բռնում փագում ես կամ ինչ որ շանտաժով բանով։ Չեղավ ժողովրդավարություն։ Այդ չեղավ ժողովրդավարություն։ Կամ ընտրվում ես հետո ասում ես եկեք գնանք դատարանները արգելը փակենք, էդ էլ չէ։ Կամ եթե դու ուղղակի չես թողում որ բոլորը հավասարաչափ մասնակցեն ընտրություններին, հա, ըստ էության խոսույթը ի՞նչն է։ Նախկիններ իրավունք չունեն, արցախցիներ իրավունք չունեն, սրանք իրավունք չունեն, նրանք իրավունք չունեն մասնակցելու այն ինչ որ բանի, դա չեղավ ժողովրդավարություն։ Այսինքն ժողովրդավարությունը ենթադրում է եւ իշխանության բաժանում, ինչը հիմա չկա, հա, այդ հակակշիռների ու զսպող մեխանիզմների այդ ամբողջությունների, այո, զսպումների եւ հավասար եւ հակակշիռների բանը։ Այսինքն ու ստեղ մենք գալիս ենք հաջորդ կարևորագույն հարցի ռացիոնալ ազգայնականության։ Մենք այդ մոդելը, այդ պատրիարխալ, հա, որ վերևում մի հատ ինչ որ պատրիարխ հա, որը գիտի բոլորի համար լավ է ինչ, այս մյուսները գլուխ կախ լսում են, այդ ռեժիմը չի կարող աշխատել, որովհետև բնակչությունը ամեն մարդ պետք է հնարավորինս լինի նաև քաղաքական հարցերում զարգացած, որպեսզի այս ինֆանտիլ, դեմագոգիկ, պոպուլիստ այդ խոսույթները ուղղակի ձև չունենան այս հողի վրա աճեն, հա, որ չգիտեմ, դա դպրոցով պետք է արվի, դա պետք է բանով արվի, բուհերով արվի, լրացուցիչ ինչ-որ մեխանիզմներով արվի, հա, բայց ցանկացած դեպքում մարդիկ պետք է ունենան ինչ-որ բազային գիտելիքներ տնտեսության մասին, լոգիստիկայի մասին, աշխարհագրության մասին, ռազմավարական տեսակետից, հա, մարդիկ մեկ-մեկ այնպես բաներ եմ լսում նույնիսկ քաղաքական գործիչներից, մազերից բիզբիզա կանգնում։ Մարդիկ չեն պատկերացնում կոպիտ ասած սեղանի վրա ուտելիքը որտեղ։ Վայ, մարդիկ չեն հասկանում, ես այդ իմ ամենասիրած էներգիա, բայց չէ, իմ ամենասիրածը էլի, հա, ես վերադառնում եմ իմ ասած հավենի, բայց իմ ամենասիրածը այդ բանն է, պետությունը պիտի մեզ գործով ապահովի եւ ասի մեր գործատուին, որ գործատուն բարձրացնի մեր աշխատավարձերը, այ այդ տնտեսական հարաբերություններ կամ երբեմն կարդում ես ու չես հասկանում դու ինչ որ, չգիտեմ, Բրյուսելի տակ միտեղ պրիպարկովնի երկիր ես, թե դու ստեղ ես գտնվում, բայց վերադառնալով մի բան էլ ես լրացեմ, էլի իմ համար ռացիոնալ ազգայնականություն կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը ի դեպ գալիս է նաև խոսելու այդ մարդ-պետություն, մարդակենտրոն եւ պետականակենտրոն, այդ ազգակենտրոն, հա, այդ կոնֆլիկտի մասին, ես կարծում եմ, որ հենց ռացիոնալը ինքը նրա պատճառով, որ իր համար այդքան կարևոր է յուրաքանչյուրի կյանքը։ Օրինակ, ես հիշում եմ, երբ որ մենք համապարփակ անվտանգության մասին խոսում ենք, դու այդպեսի օրինակ բերեցիր, պատմում էիր, ինձ շատ տպավորել էր, որ կարելի է սահմանում, օրինակ, ոչ ամենտեղ զինվոր կանգնացնել, այլ կանգնացնել ինչ որ խելացի տեխնոլոգիաներով, հա, ինչ որ դիտարկել սահմանը եւ այլն։ Այ դա ես որպես օրինակ հիշեցի, ինձ համար ռացիոնալ ազգայնականության փոքր դրսևորումներից մեկն է, երբ որ դու պաշտպանում ես քո սահմանը, երբ որ դու չես հանձնվում, երբ որ դու պատրաստ ես պատերազմի, բայց դու փորձում ես դա անել մաքսիմալ խնայելով քո անհատի կյանքը։ Իդեպ ես քո միտքը շարունակելով եւ ներկայանի միտքը շարունակելով մի հատ եւս կարևոր դիտարկում ձեր հետ կիսվեմ։ Երբ որ մենք խոսում ենք ռացիոնալ ազգայնականության մասին, մենք պետք է գիտակցենք, որ ռացիոնալ ազգայնականություն հնարավորին հասարակության մեջ, որի անդամների մեծամասնությունը ռացիոնալ է մտածում եւ գործում։ Հենց ռացիոնալ տերմինը հասարակության հետ կապված որոշակի պահանջ է դնում։ Ի տարբերություն իդեպ քո նշած նաև էթնիկ ազգայնականությունից, որովհետև էթնիկ ազգայնականությունը ավելի շատ զգայական է։ Ինքը ռացիոնալիզմ չի պահանջում, ինքը քեզանից էլ ռացիոնալ մտածող անհատ էլ չի պահանջում, ինքը պահանջում է անհատ, որը կուրորեն հավատում է ազգի, օրինակ, բանին, ընտրյալ լինելուն, որը կարող է աստվածացնի լեզուն քո սեփական կամ մշակույթը, կամ ընդհակառակը դեմոնիզացնի որոշ չափով պետք է լինի, բայց ինձ թվում է պետք է հենց այստեղ հասկանանք, որոշ չափով ոչինչ, բայց եթե մենք ուզում ենք անցում կատարենք էթնիկ ազգայնականությունից ռացիոնալ ազգայնականության, մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ ռացիոնալ ազգայնականությունը ռացիոնալիզմ է ենթադրում, որ դա նշանակում է, որ քո հասարակության անդամները ընդունակ են ռացիոնալ մտածել եւ գործել, իսկ դա նշանակում է, որ դու այդ հասարակության անդամներին պետք է պատրաստես դրան։ Եվ դա կլինի կրթության միջոցով, դա կլինի կյանքի տարբեր փորձառությունների միջոցով, դա կլինի օրինակ դու իրանց ձևակոչում ես մեդիայի միջոցով եւ մեդիայում ռացիոնալ դիսկուրս խրախուսելու միջոցով, կամ դու իրանց տանում ես բանակ, դու չես փորձում իրանց օգտագործես որպես անձայն անուղեղ բան գործիք, ընդհակառակը դու իրանց անընդհատ հրամանադրում ես կատարում առաջադրանքի միջոցով, դա հայտնի տերմին է հրամանադրում առաջադրանքի միջոցով, որ դու ասում ես, էս ա քո առաջադրանքը, գնա ինքդ մտածի ոնց ես կարողանալու կատարես։
Ես իդեպ իմ շրջապատում անդադ փորձում եմ այդ հրամանադրումը կատարել առաջադրանքի միջոցով։ Լուրջ դիմադրություն է հանդիպում, մարդիկ ասում են կոնկրետ ասա ինչ ես ուզում անենք, գնանք անենք։ Ասում չէ, ես ես նպատակ եմ տալի։ Գնացեք ինքներդ մտածեք այդ նպատակին ոնց եք հասնելու, ոչ թե ես ես տալիս եմ քայլերի հաջորդականություն։ Եվ դա է այդ ձևի բաներն են, որ փորձում են հասարակության մեջ գիտակցություն փոխեն։ Եվ դու միայն այդ դեպքում կկարողանաս այդ քո ասած ռացիոնալ ազգայնականությունը կառուցես, այլապես մենք կփորձենք ռացիոնալ ազգայնականություն կառուցենք, էլի հետ կվերադառնանք երկու բևեռների էթնիկ ազգայնականությունը մի կողմ եւ անհատապաշտությունը կամ գլոբալիզմը մյուս կողմ, ու չեն կարողանա այդ մեջտեղի ոսկե միջինը գտնենք։ Ես մի հատ հարց շարունակելով, բայց ես մի հատ հարց տամ, էլի, երբ որ խոսում ենք ռացիոնալ ազգայնականության եւ էթնիկի եւ խոսում ենք նրա մասին, որ պետք է ներառական լինի ռացիոնալ ազգայնականությունը, այ դու չես կարծում, որ էթնիկ ազգայնականության որոշ շատ ծայրահեղ դրսևորումներ մեծ վնաս են տվել իրականում ազգայնականության կոնցեպտին ինքնին, որովհետեւ տարածել են ինչ-որ sense շատ իրացիոնալ պատմություններ, հա, մարդկանց մեջ, եւ դրա համար ավելի մարդկանց այլ շերտերի մոտ, հա, այտենց շատ պայմանական դրանք ասամ ավելի զարգացած եւ լիբերալ միգուցե մարդկանց մոտ առաջացրել են այդ քխի տպավորությունը, հա, ազգայնականությունից, որովհետեւ այս չեք դուք արդյոք մոտավորապես։ Դա նաեւ արի հասկանանք, որ քարոզչության արդյունք է եղել։ Որը տարածել է էթնիսերը, թե իրանց ընկալելը։ Այդ նախ ընկալելը, այսինքն ի սկզբանե արդեն բախման ձևով է ներկայացվել, ոչ թե եղել է քննարկում, ոչ թե եղել է բանավեճ, այլ եղել է բախում, որտեղ անպայման մի կողմը պետք է հաղթի։ Ի վերջո, ասենք, այդ հայուգենը դարձավ մեմ, բայց հենց գենետիկ ապացույցներով ապացուցվեց, որ այո, մենք հնագույն ազգերից ենք եւ այս տարածքում առնվազն 4000 քանի տարի ապրում ենք, այդ 4000 քանի տարուց առաջ մի հատ միգրացիա եղել դեպի Սև ծովի կողմեր, հետո տեղից էլի հետ են եղել, այսինքն սենց եթե տենց ուզենանք շատ ինչ որ բաներ ապացուցենք, այդ 4000-ը կարող է 7000 տարի էլ դառնա։ Մեր նախորդ հյուրը ասում էր 8000։ Ասում էր մայրական XX-ով մինչև 8000 արդեն։ Դա վերջի մի քանի տարվա բացահայտումներ են։ Այսինքն պետք չի ամեն ինչը տենց շղթել միանգամից դա էլ է հակագիտական, ոչ պետք է հակագիտական ինչ-որ հեքիաթների գիրք, վարկածներ են, ամեն վարկածը ունի ինչ-որ հավանականությունների դիապազոն, հա։ Չէ, դե բայց կարեն չէ, բայց այդտեղ կան վարկածներ, որոնք հաստատ ոչ մի դիապազոն չունեն, էլի, հա։ Դե հիմա ասած ինչա, այ այսօր եկեք հասկանանք, եթե չկա այդ ռացիոնալ կոմպոնենտը, եթե չկա առողջ բանավեճը, գիտական բանավեճը, կոնստրուկտիվ բանավեճը, եթե այդ ամեն ինչը չկա, դու կապ չունի ինչ գաղափարախոսություն ես վերցնելու, վերջում համը դուս է գալու։ Լիբերալիզմը ըստ էության վատ գաղափարախոսություն չի, ինքը ազատության մասին է։ Բայց դե արդեն են ասում բանից անում։ Բայց այն տեսքով, որով դառնում է հիմա, դա իրական լիբերալիզմ չի, դա լիբերալի անվան տակ ֆաշիզմ է։ Ազգայնականությունը, որը եղել է սուպեր պրոգրեսիվ ու ազատական գաղափարախոսություն 200 տարի առաջ, որը առաջինը ոնց որ ազգայնականությունն է ըստ էության բերել նրան, որ ֆրանսիական հեղափոխությունը ազգայնականության վառ դրսևորում է, կամ ամերիկյան այդ անկախության պատերազմը ստեղծել է ազգեր, որոնք այսօր առաջավոր ազգերն են, հա։ Բայց այդ ամեն ինչ ես կարող ամենալավ, ամենասիրուն, ամենաբարի գաղափարը բեր, ու դա հնարավոր է այլասերել, դրանից արկել տոտալիտար աղանդ։ Բայց իդեպ շարունակելով Կարենի միտքը, եթե մենք նայում ենք որտեղ է ինչ-որ իմաստով ձևավորվել ռացիոնալ ազգայնականությունը եւ հաջողության հասել, իմ մոտ առաջի հերթին մտքումս գալիս է Բրիտանիան, որը 1215 թվականից սկսած ունեցել է որոշակի հանրային կոնտրակտ հայտնի Մագնա քարտան, հա, մեծ բանը դաշնակի։ Դա էլիտաների կոնտրակտ է։ Էլիտաների կոնտրակտ էր, բայց այդ էլիտաների կոնտրակտը բերեց նրան, որ այնտեղ ի վերջո առաջացավ պարլամենտի գաղափարը։ Լինես չի, որ աշխարհում մինչև այդ ոչ միտեղ չկար այդ ձևի մարմին։ Պարզա հին հունական քաղաքներում էլ կային։ Բայց միջին դարերում առաջինը պարլամենտարիզմը առաջացավ Բրիտանիայում։ Եվ հետո հետաքրքիր է, որ այդ պարլամենտարիզմը դիսկուրսը եւ հասարակության խավերի աստիճանական ներգրավումը որոշումների ընդունման մեջ, այնտեղ կանավոր աստիճանական ա եղել։ Սկզբից պարլամենտի ընտրություններին 1%-ն էր մասնակցություն բնակչության, որը ցենզուր էր։ Բայց այդ աստիճանական ներգրավումը բերեց նա, որ աստիճանաբար նույն հասարակությունը սկսեց քաղաքականացվել,
ռացիոնալ դիսկուրսը տեղ գտավ մարդկանց գիտակցության մեջ եւ այդ ռացիոնալ դիսկուրսը բերեց նրան, որ մի երկիր, որը չուներ մեծ ռեսուրսներ, որը բավական սահմանափակ բնակչություն ուներ, կարողացավ այն աշճան մոբիլիզացիա ապահովի այդ ռեսուրսների, որ ամբողջ աշխարհի կեսը համարը կարողանում էր վերահասկել ունենալով ընդամենը 250,000 բանակ իր փառքի գագաթնակետին, այսինքն բրիտանական կայսրությունը մաքսիմալ բանակը, որ ունեցել է 250,000, որը ասենք ժամանակակից չափորոշիչներով մեծ բանակ էլ չի էլի, ասենք իսկականից հիմա եվրոպական մի քանի պետություն դրանից մեծ բանակ ունեն, էլ չեմ ասում, ասենք օրինակ Ռուսաստանի, որ ունի 1.5 միլիոն եւ այլ։ Դրանով կայսրությունը, որ իրանք ստեղծել են, այսօրվա Ռուսաստանից ավելի մեծ էր։ Ինչի, որովհետեւ այդ ռացիոնալ դիսկուրսը եւ ազգային շահի մշտական գիտակցությունը եւ այդ ազգային շահին իդեպ հասնելու ինչ որ իմաստով ասիմետրիկ մեթոդների կիրառումը, որը բրիտանացիները կատարելագործության մասին, կատարության ասեցին, բերեց նա, որ կարողացան իրանք հասնել այդ արդյունքի։ Այդ դու ասեցիր էլիտաների մասին, կարծում եմ, երբ մենք խոսում ենք, մենք շատ ենք խոսել դրա մասին, ոնց պիտի, հա, այդ ազգայնականության այդ կոնցեպտները տարածվեն, ոնց պիտի մարդիկ ավելի զինված լինեն տարբեր բաներով, հա, տարբեր գիտելիքով, այստեղ էլիտաների դերը շատ մեծ է, էլի կարծում եմ, էլիտան որպես կարող եւ դիսեմինացիա անող ազգային էլիտաների, չգիտեմ, թարմացում ասեմ, մոդերնիզացիա ասեմ, ընդ որում մի պարադոքս կա, ցանկացած մոդերնիզացիային ով է դեմ, ով է պայքարում, ցանկացած հին էլիտաները, որովհետեւ մոդերնիզացիան փոխում է ստատուս կվոն, իսկ եթե դու էլիտա ես, նշանակում է չունենք հիմա ստատուս կվո, իմ կարծիքով, չգիտեմ, ունենք չունենք, եթե կարող է ունենք, բայց խեղաթուրված է, մարդկանց ընկալման մեջ էլ է խեղաթուրված են մարդիկ, ովքեր որ իրենց էլիտային համարել տարիներ շարունակ, ինչ որ մարդիկ իրենց դեռ համարում են, բայց մեծ խավ կա, որ չի համարում, նոր էլիտաներ են փառկաստո շատ դանդաղ, բայց հայտնվում ամեն դեպքում, մարդիկ, ովքեր որ մինչև 2020 թվական, 2021-22, ինչ չէ 23 թվականը, բացարձակ չէին տեսնում իրենց որպես ինչ որ գիտելիքի, ինչ որ բանի կրող, հա, այլ ապրում են իրենց կյանքը, այսպես մաչ քաշած եւ այլն։ Հիմա ստանձնել են ինչ որ պարտականություններ իրանց վրա եւ համարում են, որ իրանք պետք է ավելի ակտիվ լինեն եւ դրանով իսկ դառնում են նոր էլիտայի մի մաս։ Ես կարծում եմ, որ հիմա այդ խմորումները շատ են ու ես կարծում եմ, որ դա լավ է, որ շատ են ու պետք է լինեն շատ, որովհետեւ այդ ստատուս կվոն կա մենակ այն պղպոջակներում, որում որ ապրում են հին էլիտաները։ Իրանց թվում է, որ կա ստատուս կվոից մնացել է մենակ այդ աբալոճկան, էլի։ Այո, հա, ստատուսն։ Իսկ քնես մնացել է մեր ազգային ժողովը, որում դու ունես։ Չէ, մեր ազգային ժողովը ստատուս կվոից չի մնացել։ Մնացել է։ Մեր ազգային ժողովը հենց այդ ստատուս կվո չունենալու վառ դրսևորումներից մեկն է։ Աբերտ ծերով կարծես, բայց ինձ թվում է օրինակ մեր ազգային ժողովը դա հենց էթնիկ ազգայնականության ինչ որ իմաստով եւ անհատապաշտության հակադրության մի հատ ցավոտ օրինակ բերեմ, ուղղակի դա միշտ պետքա հիշենք, էլի։ 23 թվականի սեպտեմբերի 18-ին Արցախում էլ կային էլիտաներ, էլի ինչ որ ստատուս կվո։ Սեպտեմբերի 19-ին այդ ամեն ինչը արդեն չկար։ Հիմա մենք հա սեպտեմբերի 20-ին կրվում էին։ 20-ին չկար։ Այսինքն մենք պետքա հասկանանք, այդ որ ասում եմ մոտալուտ եւ իրական գոյաբանական վտանգ, այդ վտանգը կա։ Ու այս մեր բոլոր խոսակցությունները վաղը կարող են դառնալ շատ абստրակտ ու ժամկետանց ինչ որ բան, ժամանակավրեմ, հա, բառացիորեն։ Դրա համար մեր ամենամեծ ռեսուրսը, որը հիմա չունենք, դա դու ես գիտեմ դու սիրում ես ասես դա ոչ փողն է, ոչ ամենամեծ ռեսուրսը որը հիմա չունենք դա ժամանակն է, ու մենք շարունակում ենք այդ ռեսուրսը մսել։ Ժամանակը եւ մարդկային ռեսուրսը։ Ես օքեյ, ես եթե ժամանակը լինի դու մարդկային կարող ես։ Ես ձևակերպեմ էլիտաներին վերադառնալով, ես ձևակերպեմ այլ կերպ։ Ես որպես ակտիվ քաղաքացի, ինձ որպես ակտիվ քաղաքացու, ազգայնական քաղաքացու բացարձակ չի բավարարում էլիտաների այն իրավիճակը կամ այն էլիտաները, որոնք որ մենք ունենք հիմա։ Այդ է պատճառներից մեկը, որ մենք շփվում ենք, խոսում ենք, հա, փորձում ենք ինչ-որ բաներ հասկանալ իրար հետ եւ այլն, որովհետեւ պիտի ձևավորվեն այն նոր էլիտաներ։ Հիմա օքեյ, հիմա ես ամենավատ հարցն եմ տալիս, բա որ ժամանակը չկա։ Ինչա պետք անել։ Դա այդ բոլոր բաները ստարտերի տակ միշտ կա այդ հարցը, հա։ Մենք դա անվանում ենք ժամանակի դիլեմա, այսինքն ժամանակ չկա ճիշտ քայլեր անելու, բայց եթե ճիշտ քայլ չես անում, բնականաբար առավել եւս դու ոչ մի բանի չես հասնի, հա։ Դե ստեղ այն
պահնա, որ ինչ որտեղ իրացիոնալն էլ գուցե կարող է ռացիոնալ լինի, իրական ռացիոնալը արա այնինչ ճիշտ է, մնացած թող Աստծուն։ Այսինքն, եթե հիմա ժամանակ չկա, նշանակում է իրական ժամանակ կա, հա, գոնե 10 րոպե ժամանակ դեռ ունենք ենթադրաբար։ Նշանակում է այդ 10 րոպե ժամանակը պետք է առավել արդյունավետ իրագործես։ Ի վերջո կա հավանականություն, հետո ինչ կլինի կամ չի լինի։ Կարանի հարցի պատասխանի առաջին մասին բնականաբար լրիվ համաձայն եմ։ Արա այն բաները, որոնք ճիշտ են, որոնք ճիշտ են ոչ միայն այսօր, այլև ճիշտ են լինելու վաղվա համար։ Եվ ունեն ավելի մեծ ժամանակային հորիզոն։ Ոչինչ, սկսի այսօր անել ու մի մտածի, որ դու 3 տարի չունես, կարող է պատահի եւ ունես։ Բայց այս երկրորդ մասն էլ ասեմ։ Նաեւ մեզ պետք է հասկանալ հետեւյալը, որ եթե նույնիսկ այդ ժամանակային պատուհանը սկսում է փակվել, ինչքան շատ ճիշտ բան արած լինես, այնքան ավելի լավ պատրաստված կլինես, այդ այսպես ասած ժամիքսին, հա, այնքան ավելի լավ պատրաստված կլինես, այնքան ավելի մեծ հավանականություն կունենաս այդ ժամիքսը վերապրես։ Դրա լավագույն օրինակ էլի վերադառնում ենք 1918 թվականին։ Մարդիկ սկսել էին դրան պատրաստվել, որ դա տեղի ունենալու։ Արդյունքում իրանք չկարողացան պահեն Էրզրումը, Երզնկան ու Կարսը, բայց Երևանը կարողացան պահեն։ Որտեւ եթե չսկսեին պատրաստվել, օրինակ մարդիկ մինչև չեն գիտակցում, որ Հայաստանում այդ ժամանակ, հայկական տարածքում, արդեն կար առաջին հայկական ազգային կորպուսը, որը ուներ 15000 կանոնավոր զինվոր, հրետանի, գնդացիրներ, հրամանատարներ եւ այլն, որովհետեւ մարդիկ 17 թվականից սկզբից սկսել էին դա սարքել, եւ դա դարձավ ինքնապաշտպանության կորիզը։ Կողքից էլ եկան կամավորականներ, աշխարհազոր եւ այլն, եւ մենք կարողացանք Երևանը պահենք։ Այսօր այդ նույն անալոգիայով մեզ պետք է սարքել այդ մեր ազգային կորպուսը։ Եվ մենք պետք է սարքենք այնքան ինչքան կհասցնենք, այնքան էլ կսարքենք։ Ու ինչքան շատ հասցնենք, այնքան շատ բան կպահենք։ Ի վերջո, հա։ Ես էլ իմ դոկտրինը այս կապակցությամբ ասեմ, իմը միայն ժամանակի մասին չի, մոտավորապես 2023 թվականին, հենց 2023 թվականին Արցախի կորստից հետո շատ ծանր բոլորս իհարկե ինչ որ բան этаպով անցնելուց հետո ինձ համար համենայն դեպս որպես քաղաքապես շատ ակտիվ մարդու ես այս ֆորմուլան հասկացա այլևս ոչ այդ ժամանակի սղությունն առելևանտ, ոչ մեր ներկայիս իշխանությունն առելևանտ, ոչ իրանց արածներն ու ասածներն են ամենևորվա ռելևանտ, այն առումով, որ դա տրված է, դա խնդրի պայմանն է, դա խնդրի պայմանում արդեն կա, խնդրի պայմանում մեր մոտ գրված է, կա քիչ ժամանակ եւ դու չգիտես ինչքան քիչ, կա այսպիսի օկուպացիոն վարչախումբ եւ դու չգիտես ինչքան կմնաք ու դու մոտապես պատկերացնում ես իրենք ինչ են անում ու կա ամենօրյա տեղեկատվական տերոր, ամենօրյա հանձնում ինչ որ բաների եւ այլն։ Դու այդ պայմաններում ինչ ես անում եւ այստեղից բխում է արդեն անելիքները, այսինքն ոչ թե կենտրոնանալ, ես գիտեմ որ դու շատ եւս սիրում ես այդ թեման, ոչ թե կենտրոնանալ իրենց ամենօրվա արածի վրա, ոչ թե կենտրոնանալ նրա վրա որ ժամանակը չկա, այլ կենտրոնանալ նրա վրա որ դա պայմաններն են քո խնդրի եւ դու այդ խնդրի մեջ շարունակում ես գոյատևել եւ դու պետք է հասկանաս այդ խնդրի մեջ ինչպես ես գոյատևում։ Ինձ համար պատասխաններից մեկը եղավ ազգայնականության ավելի պոպուլարիզացումը, հա, այսպես ասած, դարձնելը, ավելի հասկանալի դարձնելը, ավելի մարդկանց շատ բացատրելը։ Ձեզ համար եղավ հանրային գործունեությունը, քաղաքական գործունեությունը ինչ որ բան անելը, բայց յուրաքանչյուրս այդ տեսանկյունից մեր դերը պետք է գտնենք յուրաքանչյուրս ու հասկանանք մենք այս խնդրի տրված պայմաններում այսքան թե այսքան ինչ ենք ստեղ անում։ Այո։ Այո։ Կարծում եմ դրանով մենք կարող ենք այսօրվա մեր քննարկումը ամփոփել։ Հիշեցեմ ձեզ, որ ձեզ հետ էր Ավետիք Չալաբյանը, այսօր մեր հյուրն էր հանրային գործիչ Կարեն Վրդանեսյանը։ Ես Նունե Մելքումյանն էի, խնդրում ենք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, Instagram-ին, TikTok-ին, Facebook-ին եւ նաեւ հավանել այս տեսանյութը։ Շնորհակալություն բոլոր հղումները ստորև ներկայացված են եւ կհանդիպենք։ Ի գործ